The Point-ի սիրելի հետևորդներ, դուք դարձյալ հենման կետում եք, և դարձյալ հենման կետում Հակոբ Նալբանդն է։ Եկեք այսօր խոսենք թե մեծ մերձավոր արևելքի իրադարձություններից, թե ներհայաստանյան իրադարձություններից, թե մեր մերձավոր հարևաններից։ Կարծում եմ շրջագիծը թերևս շատ մեծ վերցրեցինք, բայց կկարողանանք անդրադառնալ ոչ թե մակերեսին սահելով, այլ խորքից։ Ու սկսենք այն փաստից, որ այսօր Ղազախստանից Ադրբեջանի ճանապարհների ապաշրջափակման արդյունքում Հայաստան է հասել առաջին ծորենը։ Ինչ կարող է դա նշանակել, եւ եթե հաշվի առնենք նաեւ Տրամպի ուղու հետագա զարգացումները, սա առաջին ծիծեռնակն է, թե վերջին։ Գարձեք դարաշրջանի մեջ նախ բարի երեգո Դիգնաթոյան, բոլորին բարի երեգո, գարձեմ որ դարաշրջանի մեջ արդեն նոր ստատուս է, նոր իրավիճակ է, Հայաստանի Հանրապետությունը գարձեք նոր փաստի առջև կանգնած է շրջափակման այդ ցաներ դարիները, որ Ռուսաստանը իբր ստրատեգիական ամեն զենք ջնջման իբր ապարատ կօգտագործել լարսը, գարձեք Հայաստանը գամած դուրս կա եւ վերջի օգոստոսի Վաշինգտոնում ցկված պայմանավորվածությունը արդեն իր առաջին քայլերը գուտա։ Շատ կարեւոր օր է այսօր Հայաստանի համար, Հայաստանը իր անկախության, իր սուվերենության արդեն հիմնական քայլերը մեկ արդեն գարձեմ ներդես մեր տնտեսության, մեր քաղաքական դիվերսիֆիկացիայի արդեն նոր տարաշրջան կգարձեմ որ կսկսի Հայաստանը բարձրավորչել է ռուսական ծորենին քերին դառնա, այդքան ալտերնատիվներ կա մենք գիտենք Ղազախստանը աշխարհի ամենամեծ 2.5 միլիոն գարձեմ մեծ դարազության երկիր է Ղազախստանը, չմոռնամ որ աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը Ռուսաստան-Ղազախստան է, մոտավորապես 7500 կիլոմետր։ Կարող ենք արձանագրել, որ մենք իսկապես գնում ենք պարենային անվտանգության խնդրի լուծմանը, դիվերսիֆիկացիայի ճանապարհով։ Այո, ես կգարձեմ առաջին քայլն է այս մեկը, ես հույս ունեմ, որ շուտով Հայաստանը իր գավերը կվերականգնի արաբական աշխարհի հետ Թուրքիան հետ որ սահմանը կփանա, մենք կարանք այդտեղանալ մեծ քանակությամբ ծորեն արտադրենք, ծորեն բերենք, բամբակ բերենք, մենք իրենց ուղարկենք բավականին մեր քյուղ մթերքները, հատկապես ջուրը, այսինքն նոր տարաշրջան է։ Եվ ես կգարձեմ, որ Հայաստան, այսինքն կսկսի Ղազախստան, Ադրբեջան, Ակտաու Բաքու Վրաստան եւ Հայաստանը սահմանը գիծա սկսի ակտիվանալու անպայման մեկը թրագանորեն պետք է անդրադառնա Հայաստան-Թուրքիա սահմանի բացման այդպիսի նշաններ ալգա մենք ինչքան վարչապան արտգործ նախարար Հական Ֆիդանը գահայդարարել որ առաջին երամսյակի մեջ հնարավորություն կա բացվի Հայաստան-Թուրքիա սահմանը ես կգարձեմ մեկը ռեալ իրական դրամապանության սահմաններու մեջ է որովհետեւ իսկապես Թուրքիայի մեջ տնտեսական ճգնաժամ կա, այսինքն Թուրքիայի համար ամեն մեկ դոլարը արժեք ունի։ Տեսեք Թուրքիայի մեջ 42 լիրան 42 պատմական այդ շեմը հադած էր 40-ի։ Այսինքն Էրդողանը խոստումներ տվավ որ 15-ով սկսավ մեկի պիտի իջեցներ դոլարը, հիմա 42 է։ Այսինքն Թուրքիայի համար յուրաքանչյուր դոլար արժեք ունի։ Անորոշ կգարձեմ Թուրքիան գիտենք ամենամեծ շահագրգիռ գոմերը մեկն է Թուրքիան կդառնա իսկապես հանգույցային երկիր Ասիային թեպ ինչեւ Եվրոպա ցկվող եւ վաղ ինչու՞ չէ արաբական աշխարհին թեպ Եվրոպա ցկվող բոլոր ճանապարհները Թուրքիայի մեջ պիտի հատվին գազամուղները, բոլորը տրանզիտ ճանապարհները անորոշ կգարձեմ որ այսինքն հայ-թուրքական սահմանի բացում այդքան սարերի եդև չէ։ Եկեք ձեզ առարկեմ պարոն Ալբանդ, որովհետեւ այնուամենայնիվ Թուրքիան լինելով անկախ, լինելով համենայն դեպս համեմատության մեջ շատ ավելի հզոր երկիր, իր Հայաստանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունները, չգիտես ինչու, պայմանավորում է երրորդ երկրի հետ հարաբերություններով։ Այսինքն իր արտաքին քաղաքականության մեջ այս ոլորտում Թուրքիան դե ֆակտո անկախ երկիր չէ։ Եվ չպայմանավորենք դա երկու պետություն, մեկ ազգ, ինչ որ ֆիկտիվ համակարգի հետ։ Ինչու Թուրքիան? Արդյոք դա բուն Թուրքիայի օրակարգի, այսպես եթե վերցնենք աջենդայի առաջին 10 կետը, այդ աջենդայի համենայն դեպս եռյակում գտնվող հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ գլխավորը հայ-թուրքական սահմանի բացումը, որովհետեւ դուք իրավացիորեն նշեցիք, թե
Թուրքիայի տնտեսական վիճակի համար ինչ կարևոր նշանակություն ունի ճանապարհների ապաշրջափակումը։ Թուրքիան եւս շահագրգռված է իր այդ քրդաբնակ տարածքները, որոնք համեմատաբար թեր զարգացած են, եթե Թուրքիայի մյուս շրջանների հետ համեմատենք, թեր զարգացած են այդ շրջանների զարգացումով։ Ինչու է ուրեմն Թուրքիան լռվել մնացել այն կետում, որտեղ իրեն կանգնեցնում է Իլհամ Ալիևը։ Եվ արդյոք Իլհամ Ալիևը ինքն է այդ կետում կանգնած, թե իրեն են այդ կետում կանգնեցրել։ Շատ բազմաբարդ հարց տվեցի, բայց վստահ եմ դուք Չէ, գլուխ կանեք։ չէ, ես կգարձեմ, որ հարցին ավելի գլոբալ պետք է նայենք։ Երևի թե աշխարհը կամ ընդհանրապես գլոբալ քաղաքականությունը այդ հասունության չէր հասած, որ հայ-թուրքական սահմանը բացվի։ Մենք չմոռանանք, որ Թուրքիայի մեջ կոալիցիոն կառավարությունը 2015-ին ի վեր, իսկ այդ կոալիցիոն կառավարության փոքր մասը գազմող ասկային ուժերը իսկապես ջնշուն կփանեցեն Էրդողանի վրա, որովհետև իրենց համար գիտեք էական է հայ-թուրքական սահմանի փակ մնալը, որով իրենք այդ մեկեն կսնվին։ Իսկ ինչպես որ դուք գսեք Թուրքիայի մեջ այդպեսի Իրենց համար իրենց պետության զարգացումը ավելի ստորին ենթաշերտում գտնվող հարց է, քան իրենց ազգայնական պատկերացումները։ Այո, գիտեք, եթե մենք նկատի առնենք Թուրքիայի շահերը, իհարկե Թուրքիայի շահերը մեկնած պետք է անմիջապես թուրքական սահմանը բացվի դրամապանորեն։ Դա եմ Միակ բանը շահողը Թուրքիան է, բայց Թուրքիան գարձեք թե իսկապես դուք ինչից որսիկ Իլհամ Ալիևի կմահաճուկին դագին գազեք թուրքական այդ հասարակությունն ալ ինչ որ հասարակական ճնշման դագ է Էրդողան, այդքան բազմաթիվ հարցեր ունի, ճուզեր հարցերու վրա ունի հարցեր փարտացնե, եւ կգարձեմ որ հիմա նոր ցերկված օկոզոս ուտի պայմանավորվածությունները շատ լավ հնարավորություն կտան Թուրքիային, նույնիսկ Թայիպ Էրդողանը մեկը իր ներքին քաղաքականության դիվիդենդներ ցերկելու համար գոկտակորձև տեսեք ես գրծահայ Թուրքական սահմանը վերջը բացել եւ Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ մշակել, դա աստված վաղը դիվանագիտական գավերու հասնի տարաբերությունները, այսինքն բոլորը գշահին, մենք անշուշտ մենք այդ չի նշանակի որ մենք պետք է ռապություն մոռանանք ուրանանք կավլիցի, ով գնաց Նման հարց որևէ մեկը կարծում եմ այդպիսի Աժան քաղաքականություն նոներ կան, որ քսեն հայ-թուրքական սահմանը բացվի գիժան, մենք թուրքացանք, մենք չենք թուրքանան տագարակը, մենք մեր երկրի շահերեն մեկնած, մեր երկրի աբակայան մեկնած դնդեսական, բարենային ապահովական հարցերը մեկնած շատ ստրատեգիական հարցերն աստ բոլորը։ Այդ մեկերեն մեկնած իհարկե Եվրոպայի վերջին փակ սահմանը պիտի բացվի, իսկ այս մեկը Ռուսաստանի ծերնդու չէ, որ սահմանը բացվի։ Ռուսաստան իսկապես կօգտվի հայ-թուրքական սահմանի փակ մնալ է։ Եվ ինքը դեր այդպես պատկերացրել որ ինքը հայ ժողովրդի փրկարարն է, բայց մենք որ նայենք 200 տարվա պատմությունը, սկսած Թուրքմենչայի Գյուրիստանի պայմանագրերեն, ինչպեսի աղետներ եկած է Ռուսաստանի դեպին Հայաստանին։ Հայ ժողովրդի փրկիչը հայ ժողովրդի տարածքները չեր հանձնի, ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին։ 100% իհարկե։ Մենք չենք մոռացել երբեք Գարսի պայմանագիրը։ Կարսը Սարեգամիշը Վանի մեջ ինչպեսի Ցեղասպանության մակնես հայ ժողովրդին ռուսական բանակը 1918-ի Վանի հանրապետության պատմությունը իհարկե այսինքն մենք չենք մոռանալ բայց ես կգարձեմ որ սայլը դեղեն շարժած է հայ-թուրքական հարաբերությունները նոր ամերիկյան դիզայնով նոր ցև կստանան նոր հասկացության մեջ կմտնեն եւ մենք առաջ կերտանք այսինքն փակ սահմաններ որտեղ մենք կապրենք որ փակ սահման բոլոր աշխարհը դեպի գլոբալիզացիա կերտա իսկ փակ սահմանները միան հյուսային Կորեային գվայլեն։ Եկեք չմոռանանք նաև որ Հայաստանի Հանրապետության համար Թուրքիան դե ֆակտո Եվրամիության սահման է, թեպետ Թուրքիան Եվրամիության անդամ չի, բայց ազատ առևտրի համաձայնագիր ունի, այո, եւ ՆԱՏՕ-ի անդամ է։ Եկեք այդ փաստն էլ այնուամենայնիվ։ Իհարկե ՆԱՏՕ-ի հարավարևելյան մասն է Թուրքիան 1950-ի վեր։ Գիտեք Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալը Կորեայի բادرազմի հետ կապ ունի 100%, չնայած որ Թուրքիայի մեջ քիչ մեկ գծկի եվրոինտեգրումը բայց մենք անցյալ հարցազրույցներ խոսանք ասարցի շուտ գարձեք թե Թուրքիայի մեջ դրական դեղաշարժ կա դեպի եվրոինտեգրում մեկնած Թուրքիայի շահերեն դες Թուրքիան փորձեց BRICS-ի հետ անդամակցության ինչ որ BRICS-ը Շանգայ իմ գարձիկով BRICS-ի եւ Շանգայը հավասար ուժեր են որոնք այդքան դնդեսական կամ մեծ ուժ չունին ուղղակի ոնց որ գսեն կարտոնե վակրեր են Դե հանուն արդարության եկեք նշենք, որ անկախ թե ինչ երկրներ են այդ կառույցներում ընդգրկված, վերջ առաջ այդ կառույցները ստեղծվել են Ռուսաստանի ու Չինաստանի նախաձեռնությամբ մեկ նպատակով։
Ռուսները շատ լավ տեսան, որ ԵԱՏՄ-ն չափազանց թեթևակաշ երկիր է, որպեսզի մրցակցի Եվրամիության հետ ու փորձեցին ստեղծել ֆիկտիվ ինչ-որ կառույցներ դույզնին հավասարակշռության հասնելու համար։ Բայց այնուամենայնիվ իրենց հանգիստ թողնենք, եկեք ես ուզում եմ, որ մենք վերադառնանք մեր մեծ մերձավոր արևելքի տարածաշրջան, տեսեք, ինչ է կատարվում Սիրիայում։ Ես օրինակ շատ զարմանքով ընթերցեցի, որ Սիրիայի նախագահ Ալ-Շարան գնալու է Գերմանիա եւ Մերցի հետ քննարկելու է սիրիացիների Սիրիա վերադարձի ռեադմիսիայի հարցը։ Չեք կարծում, որ մի օր էլ կարող ենք հասնել այն իրավիճակին, որ պարոն Մերցը Էրդողանի հետ քննարկի թուրքերի Թուրքիա վերադարձի հարցը։ Հաշվի առնելով, թե Գերմանիայում Մերկելի պաշտոնավարումից հետո նոր կառավարությունը, նոր իշխանությունը միգրանտների նկատմամբ ինչ քաղաքականություն է վարում։ Ու ընդհանրապես Եվրոպայում ես չեմ ուզում անդրադառնալ եվրասկեպտիկների, ազգայնականների այդ շրջանակների գաղափարախոսությանը։ Ես ուզում եմ անդրադառնալ զուտ միգրանտների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը։ Ինչ է կատարվում Եվրամիությունում միգրանտների հարցի լուծման առնչությամբ եւ կվերադառնան սիրիացիները Սիրիա։ Դեսեք հիմա Թուրքիայի մեջ մոտավորապես 4 միլիոն սիրիացի կար դվյալներ կան, որ վերջերս 6 միլիոնը վերադարձած է։ Հիմա որոշակի գայունություն կա արդեն Սիրիայի մեջ, անշուշտ դուք ճիշտ ասում եք, 2 օր առաջ Գերմանիայի արտաքին գործերու նախարարը Սիրիա այցելեց եւ գարձեմ թե Գերմանիա-Սիրիա համագործակցության, տնտեսական համագործակցության մեջ շրջանակ ունեցող պայմանագիր կնքվի։ Տեսեք Գերմանիան հրաժարված է, ինչպես որ գիտեք, ռուսական գազեն, այդքան մեծ Անջելա Մերկելը այդքան հենված է ռուսական գազի վրա, մենք չմոռանանք ինչպես South Stream խոհանները կային Բալտյան ծովը դագեն, ինչ գսի որ Բացի այդ կանաչ տեխնոլոգիաներին նախապատվությունը տալով փակվեցին ատոմակայանները, 49 ատոմակայան մեծագույն սխալ էր Գերմանիայի էներգետիկ անվտանգության առումով։ Պարզապես քաղաքական որոշում էր դա կանաչների կուսակցությանը տուրք տալով։ 49 ատոմակայան փակված է Գերմանիայի մեջ այդ օրերում։ Տեսեք Ֆրանսիան որևէ ատոմակայան Չի չփակեց։ փակած։ Միան Գերմանիան է եւ Գերմանիան հիմա այդ մեկին արտուկները կդեսնե, տեսեք Volkswagen-ը, Audi-ն ծանր շատ տնտեսական ծանր իրավիճակի մեջ են, մինչև 60,000 հոգի կորձեն դուրս եկած են անկորձ մնաց են։ Այսինքն այդ մեկը ճիշտ այդ մեկը որ Գերմանիան գուղետեվի Սիրիա, չմոռանանք Սիրիան տրանզիտ երկիր է, երբ որ Կատարի, Սաուդի Արաբիայի գազը, Սիրիայի ծովային գազը, Սիրիայի անաբադի գազը բոլորը անցնելու են Սիրիայով, երբ որ գայունանա Սիրիա, անդեն անցնելու են Թուրքիա եւ հասնելու է դեպի Հունաստանի վրայով դեպի Եվրոպա։ Ես կգարձեմ այդ մեկի եդևեն է Գերմանիան, որովհետեւ Գերմանիան չմոռանանք եվրոպական տնտեսության լոկոմոտիվն է, բայց լոկոմոտիվը գարձես թե հիմա շատ տանտաղ աշխատի։ Նույնիսկ գիտեք Գերմանիան չգրծավ ասույթ կագցե Չինաստանը եւ Հարավային Կորեան դարձան դիջիտալ երկիրներ, իսկ Գերմանիան մնաց անալոգ։ Այսպեսի բան կա, իսկապես գերմանական ինդուստրին չգրծավ ինքն նորոգել, այսինքն ժամանակի հետ ոչ չգրծավ բահել Տեսլայի հետ կամ չինական շուգայի հետ եւ իրենք մնացին կլասիկ արդատրական այդ իրենց ավտոներով անունները չդանք ռեկլամ չլա, այդ մեկի փոխարենը գվճարի Գերմանիա, բայց Գերմանիան հատ երկիրն է, որ այսինքն գնա չմոռնանք Գերմանիան, ինչպեսի Գերմանիա էր նացիստական Գերմանիան փլուզված, գիտեք ինչի գնացեն նացիստները որ եկան իշխանության բոլոր անցածը կանտեցին ոնց որ մեր ժամանակ մենք անցանք քրիստոնեության ինչպեսի չարտ գնաց մշակույթային նույնը նացիստական անգամ տառերը փոխեցին ճիշտ նույն 100,500 տարի 1900 տարի մեջ որ գացեք թե պատմությունը գտնե ինքը բայց այդ երկիրն է որ Գերմանիան գնա վերագանտնվի ասին մեծ երկիր է հիմա Աշուշ նախակա շերա մեկին պիտի երթա իսկ Գերմանիան դեսեք լավագույն որակյալ սիրիացիներ արդեն գերմանական քաղաքացիություն ունին աշխատին ես շատ ընկերներ ունին բժիշկներ ինժեներներ արդեն ադապտացված են այնտեղ աշխատին բայց անորակ բայց Գերմանիան չմոռնանք որ Գերմանիան հիմա որ այդ բումը լա Գերմանիայի մեջ տնտեսական ինքը մարդուժի պետք ունի Գերմանիան ժողովուրդ ասինքն բան է դեմոգրաֆիկ որեն մինուս է իհարկե բայց մտահոգություն կա անցած ուսումնասիրություն կա Գերմանիայի մեջ եթե գսեն հանգարց Գերմանիան բادرազմի
Շեմին գտնի Ռուսաստանի հետ 58% կիևանացերուն բادرավ չէ իր երկիրը պաշտպանելու։ Այդպիսի մտահոգություն կա Գերմանիայի մեջ։ Այսինքն գլոբալիզացիան այդպիսի բաներ ա գնե, տեսեք ասկային պատկանելիության բարված է ժողովուրդը։ Ես լիովին կարող եմ փառատել գերմանացիների ու ձեր մտավախությունը, որովհետև եթե Եվրամիությունը միլիարդներ է արդեն հատկացնում իր պաշտպանությանը, եթե Եվրամիությունը փորձում է ստեղծել ՆԱՏՕ+, սեփական պաշտպանության համար առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության, եթե տարբեր երկրներում արդեն օրենքներ են անգամ փոխվում, որպեսզի սեփական բանակները ունենան, մշտական զորակոչի անցնեն, օրինակ Ֆրանսիայում, ես կարծում եմ, որ Եվրոպան նվազագույնը 10 տարում ինքնապաշտպանական բոլոր այդ խնդիրները լուծելու է։ Եվ եթե կուզեք իմանաք, Հայաստանի Հանրապետության խնդիրն էլ է այդ Եվրոպա պլյուսին, ՆԱՏՕ+-ի անդամ դառնալ, որովհետև այդ պարագայում պարտադիր չի, որ դու լինես Եվրամիության անդամ։ Տեսեք, աշխարհում անվտանգային ճարտարապետությունը փլուզվել է։ Սա արդեն կարող ենք հստակ ֆիքսել, բայց նույնքան հստակ կարող ենք ֆիքսել, որ նոր անվտանգային ճարտարապետությունը արդեն ձևավորվում է։ Եվ այստեղ Եվրամիությունը շատ հստակ, շատ թվային ժամանակացույց ունեցող երկիր է։ Այսինքն Եվրամիությունը իր ինքնապաշտպանությունը վերցնում է իր ձեռքը, բացարձակապես չհրաժարվելով ՆԱՏՕ-ի աջակցությունից, եւ ՆԱՏՕ-ն էլ է երաշխավորում Եվրամիության անվտանգությունը։ Հիմա այստեղ Հայաստանը, որ չգիտես ինչու շարունակում է վարել անկապ հավասարակշիռ քաղաքականություն ու չգիտես ինչի հետ է հավասարակշռում, համենայն դեպս ունենալով երկրում ռուսական մոնոպոլիաներ, դու ոչինչ չես կարող հավասարակշռել։ Հայաստանը արդյոք չպիտի փորձի մտնել այդ Եվրամիության անվտանգային համակարգ։ Տեսեք, հիմա Վիլնյուսի մեջ տեղի ունեցած Կակատնաժողովը ՆԱՏՕ-ի վերջին ճակատագրական էր։ Նախագահ Տրամփ միշտ այդ հարցը կբարձրացնի, որ պետք է երկրները մաքսիմում մինիմում 5% բարձրացնեն պետք է հատկացնեն պաշտպանության ծախսերու, եւ այդ մեկը կարծեք թե իրականություն գտարնա կամաց $1 տրիլիոն հասնող բյուջեներ արդեն կան, բացառություն աչուց Իսպանիան է։ Իսպանիան այդ մեկին 2%-ի վրա բահած է։ Ես հիմա կուզեմ խոսել մի քիչ ՆԱՏՕ+-ի մասին։ ՆԱՏՕ+ հատկան հերանեկարային է, որ Դիգին Աթամյան, մենք չմոռանանք 1990-ականներին ի վեր Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան գծկտին անդամ դառնալ ՆԱՏՕ+-ի, ուղղակի խոչընդոտ, հիմնական խոչընդոտը Ֆրանսիան էր, մեկնած աշխարհագրական իրենց անհամապատասխան դիրքերեն, բայց վերջերս 2 ամիս առաջ էր, գիշեք, Ֆրանսիայի նախագահը Հարավային Ասիա այցելություններ կատարեց, եթե գիշեք, նույն օթանավի մեջ ապտակ ագերավ գնոջ Վիետնամում էր։ Եկեք այդ մասին։ Մենք ֆանեկատորեն մոռանանք։ Չէ, որ այդ հիշենք մեր Վիետնամ այցելներ, այո։ Այդ ժամանակ հարցը բարձրացավ եւ նախագահ Մակրոնը ասավ, որ մենք պատրաստ ենք օժանդակելու ՆԱՏՕ+-ի անդամակցության Ճապոնիայի, Հարավային Կորեա, Ավստրալիայի, իսկ բոլորովին վերջերս երեքանի մոռաջ Հարավային Կորեայի Բուսան քաղաքի մեջ գիշեք հանդիպում կտեղի ունեցավ նախագահ Տրամփի եւ նախագահ Սի Ջինպինգի մեջ, մինչ այդ նախագահ Տրամփ հանդիպել էր Հարավային Կորեայի ղեկավարության հետ եւ Հարավային Կորեայի համացանություն։ Ես ուզում եմ ձեզ հարց տալ, արդյոք այդ հանդիպման արգասիքն էր, որ Չինաստանը 50% է դարձրել ռուսական նավթի գնումները։ Այո, տեսեք, եւ ես մեկ բան ուզեմ։ Դե ֆակտո հրաժարվելով մնացած 50%։ Միտքս ամփոփեցնեմ ասենք, եւ հիմա Ամերիկան համացանություն տվավ թե Հարավային Կորեային, թե Ավստրալիային, որ իրենք գորիզային ուժով աշխատող սուզանավեր պատրաստեն։ Այսինքն մեկ խոսքով Պասիֆիկը պիտի նեղացնեն Չինաստանին։ Հիմա կանք ծեր հարցը գիտեք ինչ է, հատ հետաքրքրական գեդերու մասին էր Շի Ջինպինգ եւ Տրամփ հանդիպումը։ Առաջինը 10%-ով Ամերիկան իջեցուց հարգերը, երկրորդը Ամերիկան պիտի չինական ընդիր էլեմենտներու գիտեք 90% ընդիր էլեմենտներու մեդաղներու Չինաստանի մեջ է 1 տարով պայմանագիր կնքվեցավ, որ Չինաստանը պիտի շարունակի մատակարարել Ամերիկային, իսկ գիտեք Ամերիկայի չինական բլոկադա կար Ամերիկայի սոյայի վրա։
մենք չմոռանանք Ամեծ բլոկադան։ այո 20 միլիարդ դոլարանոց ամեն տարի Չինաստանը Չինաստան Ամերիկան սոյա ուղարկեր եւ այդ սոյայի պլանտացիաները որ գցանվին բան հիմնական այդ ընդրաբազան են Դոնալդ Թրամփի այդ ժողովուրդը եւ այդ մեկը վերացավ արդեն ես կգարտեմ աս բոլորի այփր արդյունք Չինաստանն ալ մենք չմոռանանք վերջերս Siberian Power երկրորդ խողովակակիցը դեր ցկցկվի անընդհատ Չինաստանը խոստումներ կտա Ռուսաստանին եւ այդ մեկը իրականություն չի դառնար որը Բիդյանստի Մոնգոլիայով Տրանսսիբերիա մեկներ Տրանսսիբերիա երկուն է ասմենալ իսկ Չինաստանը նախ չի ուզեր ֆինանսավոր է այդ մեկը որովհետեւ տեսավ Չինաստանը ինչ տեղի ունեցավ վերջերս Պոլշա Լեհաստան Բելարուս սահմանին ոնց երկաթգիծը փակվեցավ Չինաստանը այդ երկրն է որ այդպիսի ռիսկերու չի գնար մատնել իր տնտեսությունը իսկ ճանապարհը որ ուկաս Տրանսսիբիրիայով գանցի Ռուսաստանով գմտնե Բելարուս այնտեղ են Եվրոպա մոդավորապես համաշխարհային արևդրի 8-9%-ն է հսկայական տիվ է մեկը իսկ Չինաստանը այդպիսի ռիսկերու երբեք չի դիմեր եւ այստեղ է որ մեր միջանցքի արժեքը ստրատեգիական, տնտեսական, աշխարհագրական այդ խորություն արդեն ցույց կուկա։ Այդ մեկը երկրորդը մենք տեսեք մենք միջանցք գգարձեմ չէ հաստատ մի դառնա իրականություն, բայց մեր այդպես չէ որ միջանցքը մրցակիցներ չունի։ Մենք պետք է քիչ խոսենք Դեսեք իմ advest ճանապարհ գա Չինաստան, Պակիստան յուրահատուկ բան գա հարաբերություններ գա չմոնակ մենք Չինաստան ինչքան մեծ ներդրումներ կդարի ճանապարհաշինության մեջ հսկայական երթուղիներով ճանապարհներով մինչև Կվադար նավանկիստը չինական ընկերությունները ճանապարհ շինեցին իսկ Կվադարով ապրանքը պիտի կար հասներ այս անշուշտ Թուրքիան արշակրկրված է պիտի կան Հնդկաստանով Չինաստանով հասնեին Իրաք Ալֆաու փոքր 20 կիլոմետրանոց դարածք է իսկ այնտեղ են 4 միջանցք կանոնով ինչ որ միջանցքի ծրագիր կար Իրաք, Թուրքիա եւ Երևան, բայց ասմեկը այդքան էլ ցերնդու չէ Ամերիկան միշտ գխուսափի ինչ որ երկիր Իրանյան կոնտրոլի դակ է ինչ որ գիտեք Իրաքի մեջ Իրանյան լուրջ աստեցություն կա Ամերիկան միշտ սարը գտի դեպի գասիկն այդքան չի խթաներ այդ մեկը որ առաջերտան իսկ Իրաքի մեջ լուրջ ներդրումներ կան բայց գգարձեն որ մեկը թանթաղած է իսկ Թուրքիային համար ցերնդու է ասին ալտերնատիվ երկիր բայց ես կգարձեմ որ հիմնական աբակայի ճանապարհը որ Ասիան գաբելի է Եվրոպային եւ տնտեսական մշակութային մեկ կոդի մեկ ճանապարհ մեկ կոդի դառնալի է միջին միջանցքը եւ այդ միջին միջանցքի առաջին բաները մենք տեսանք արդեն Ակտաու Բաքու մենք չմոռանանք գիտեք տեխնիկական քիչ հարցեր կան գասպի ձով ինքը խորունկ ձով չէ Դիգինատամյան դրա համար մի քիչ պրոբլեմատիկ է որ հadoop յուրահadoop նավեր պետք է պատրաստվին այդ նավերը որ հանկիստ գդրեն գասպի ձովի խորությունը ինչքան գիտեմ միջին խորությունը 18-19 մետր է եթե չեմ սխալիր բայց խորունկ ձով չէ ասեն գասպի ձովը անոր համար հadoop ինչ որ սարքեր պետք է նավեր պետք է որ արևդուր արագ ընթանա այդ մեծ կլասիկ նավերը ցերնդու չեն գասպի ձովը մեծ նավարգելու այդպիսի տեխնիկական հարցեր կան Ես գիտենք ինչպես որ գիտենք անշուշտ ամերիկյան շուտով հանձնախումբեր պիտի կան Հայաստան, Ադրբեջան եւ առաջին պրակտիկ քայլերը մենք պիտի տեսնենք եւ միան օգտվելու Հայաստանը Գիտեք ես ուզում եմ ձեզ վերադարձնեմ արդեն նույնիսկ Երևան ոչ Հայաստան Մենք ինչի մասին էլ հիմա խոսենք Միջին միջանց կլինի աշխարհակաղակական իրավիճակի գնահատական կլինի ինչ կլինի Մենք այնուամենայնիվ բոլոր խոսակցությունների կենտրոնում ունենք 2026-ի ընտրությունները, որովհետև ոնց ուզում եք վերցրեք, այդ ընտրությունները ոչ միայն հերթական իշխանության ընտրությունն են, այլ ճամփաբաժան են դառնալու շատ շատերի համար, ճամփաբաժան են դառնալու երկրի ինքնիշխանության պահպանության կամ երկրի ինքնիշխանությունը վտանգելու առումով։ Ձեր կարծիքով այնուամենայնիվ 2026-ի ընտրությունները աշխարհակաղակական են, քաղաքական են, ինչ ընթացք կունենան, որովհետև այդ ընտրությունների արդյունքից կախված է ոչ միայն Հայաստանում զարգացումները, այդ ընտրությունների արդյունքից կախված է ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը։ Մի կողմում մենք ունենք Վրաստան, մի կողմում մենք ունենք Ադրբեջան, մի կողմում ունենք պատժամիջոցների տակ վերստին հայտնված Իրան, որը հայտնի չի թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իր հարաբերություններում վերջին հաշվով սկսելու է ինքը իր շահը պաշտպանել, թե շարունակելու ինչ որ անհասկանալի քաղաքականություն,
Եվ վերջապես մի կողմում էլ ունենք Թուրքիա։ Եվ ունենք Էրդողան, որը այնուամենայնիվ չնայած առաջացած տարիքին, չնայած վատառողջության եւ այլ խնդիրներին անպայման ուզում է կամ գնալ արտահերտ ընտրությունների կամ սահմանադրություն փոխել, որպեսզի նորից իր տեխնացությունը դնի։ Ահա այս պատկերում Հայաստանի Հանրապետությունը ինչու եմ ես այս նկարագիրը ընդարձակ տալիս, որովհետեւ տեսեք, մենք կամ դառնում ենք խաղաղություն արտահանող երկիր, կամ դառնում ենք երկիր, որը ինքը իր խաղաղությունը վտանգում է։ Եթե մենք այնուամենայնիվ տրվում ենք ռուսական խաղերին, եթե մենք կուլ ենք գնում Կրեմլի վկաների այս ամբողջ խեղկատակությանը, մենք կորցնելու ենք երկիրը։ Եթե մենք գնում ենք դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դեպի Եվրամիություն, մենք ունենում ենք զարգացման շատ ռեալ շանսեր, հատկապես Եվրամիության հետ հարաբերությունների Բրյուսելի 5-ից հետո եւ օգոստոսի 8-ից հետո Բրյուսելի հետ կայացած ապրիլի 5-ի Բրյուսելի 5 ասեցի, ապրիլի Բրյուսելում ապրիլի միտքս խոսքիցս առաջ է ընկնում, Բրյուսելում ապրիլի 5-ի հանդիպումից հետո եւ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնագրերի կնքումից հետո ու այդ համաձայնագրերում ես կարծում եմ, որ մենք պետք է կարևորենք այն փաստը, որ ոչ միայն Հայաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ադրբեջան հուշագրեր կնքվեցին եւ այդ հուշագրերում այնուամենայնիվ Ադրբեջանը մեզնից մի քայլ հետ է։ Նրանք դեռ պիտի գնան կնքեն այն համաձայնագրերը, որ մենք հասցրել ենք կնքել նախորդ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմի հետ։ Ու այստեղ Վաշինգտոնում իմ կարծիքով իմ գնահատականով ամենակարևորը այն էր, որ այլևս չկար հաղթած ու պարտված երկիր։ Երկու երկրներն էլ հավասար հարթության վրա դրվեցին եւ երկու երկրների հետ էլ պայմանավորվածությունները այնպեսի շրջագծում էին, որ այլևս Ադրբեջանի համար ձեռնտու չլինի պատերազմը, որ Ադրբեջանը եթե փորձի ագրեսիա հրահրել, պատերազմ հրահրել, չգիտեմ ինչ անել, դա լինելու է իր ժողովրդի իր իշխանության դեմ։ Հիմա մենք գնում ենք 2026-ի հունիսի 7-ի ընտրություններին, այս ամեն ինչը հասկացած, այս ամեն ինչից եզրակացություններ արած, թե գնալու ենք այնպես էլի, ոնց պատահի։ Չէ, ես կգործեմ որ հունիսի 7-ի ընտրություններու սցենարը մենք տեսանք Մոլդովայի մեջ, շատ ինչքան է փոքր երկիր է Մոլդովան, բայց աշխարհակաղակական այդ բալանսները այդքան ցցուն յետեղ երևեցա, մենք չմոռանանք այդ Տրանսնեստրը գա, այսինքն ինչ մեծ փախումներ տեղի ունեցան, նույնիսկ Մոլդովական Նույն ձեռագիրն է։ նույն ցերակիրը եկեղեցի Մոլդովական, Մոլդովայի տրամակլուխը օլիգարխի, ռուսական օլիգարխիա նույնն է, նույն Հայաստանի մեջ պիտի գդարվի, գարձեմ, արդեն կգդարվի, այսինքն բան չկա, այսինքն արդեն սկսած է Կիրիենկոյական այս սցենար արդեն այդ հիբրիդային պատերազմին ամբողջ ակտիվությամբ արդեն կաշխատի։ Ես կգարտեմ Հայաստանի մեջ 2026-ի ընտրությունները շատ աշխարհակաղականորեն շատ կարևոր խորհուրդ ունեցող են։ Դարաշրջանը, այսինքն կամ պիտի ռուսականանա, կամ պիտի դառնա արևմուտքի մեկ մասը, այսինքն կամ պիտի մտնենք դեպի եվրո ինտեգրացիա, կամ պիտի դառնանք գուբերնիա։ Այդպիսի շատ ճակատագրական է։ Ես միշտ կհավատամ հայ ժողովրդի խոհեմությանը, եւ մենք կգարտեմ, որ մենք ճիշտ ընդրություն կատարելու ենք եւ մենք մեր աբական ընդրելու ենք, բայց այստեղ մեկ բան ես կուզեմ ասել Դիգին Աթաման, տեսեք, մեր երդասարությունը շատ пассив է, Z սերունդը, հիմա մենք ինչ որ էջմիածմի ընդրական process-ը, ես կնկատեմ, որ շատ passive են երդասարները, վերջը ես իրենց գործորեմ, իրենց զենք ամեն մեկ ցայն, ամեն մեկ կվե զենք է աբակայի համար, փամփուշտ մնե, պետք է դուք երթակ ընդրա դարած ձեր գամքը դրսևորեք ձեր աբակային համար է վերջնաչվող, կամ դուք վաղը կդառնաք խոփանիստ Ռուստասարդի խորքերը, կամ շատ բարձր աշխատավարձերով գնաք երթար աշխատի Եվրոպականները եւ ձեր երկիրը ձեր գիտելիքներով ձեր երկիրը զարգացնեք։ Ես մեծ հույս ունեմ, որ իրացարությունը այս անգամ 2026-ին ավելի ակտիվ կգերտա թեպի ընդրա գետրոններ, իր ցայնը գուտա Եվրոպամետ ուժերու, տեսեք մեր չաղերդված ընտիմությունը, որ ռուսական վկաներն են, վհուկներն են, չեմ գիտեր ինչերն են, ցիրուցան են, այսինքն ցիրուցան եղած, բանի նման են,
հին ժամանակ օրենքներ կային, բայց ցիրուցան էին։ Վերջը գիտեք կոդեքս Ջուստինիանուս կա։ Ջուստինիանուսը բոլորը հավաքեց կոդեքսը եւ մեկ օրենսգիր գրավ։ Իրենք այդ կոդեքսին չեն հասնելու, որովհետեւ իրենք իրենց մեջ հոմոգեն չեն եւ իրար փզկտելու են։ Իրենք Հուստինյանուս չունեն։ Չունեն Ջուստինիանուս, ո՞ն է Ու հարցը։ չեն էլ ունենալու երբևէ։ Պրոբլեմը այդտեղ դիգին որով դիգնատան իրենք ղեկավարի լուրջ բագաս ունի բարեփոխտապար այդ մղիչ ուժը ղեկավարը հավաքող ուժը ունի ինտիմությունը որով իրենք ինտիմություն չեն որով իրենք լրիվ ռուսական դաշտի մեջ խաղացող մարդիկ են իրենց համար 10 անգամ կերազանցվի ռուսական շահը քան թե մեր Հայաստանի մեր հայրենիքի շահը անոր համար ես կգործեմ որ Շատ ճակատագրական է Հայաստանի մեջ 2026-ին դրությունները եւ գուզեմ տեսեք հիմա այդքան բարդ է որ մեր դրազաշրջանը Վրաստանը հեղեղուն տեկտոնիկ կետնի վրա է չես գիտեր Վրաստանը ինչ կուզե որ ուտյամբ պիտի երթա վրացական երազանքը ինչ երազանքի մասին է վրացական երազանքը Թուրքիայի մեջ տեսեք ինչպես Թուրքիայի մեջ ալ անգային իրավիճակ է այսինքն ինչքան ար Թուրքիա բայց Թուրքիան ինքը հսկա երկիր է գնա իր ներքին այդ բալանսը բայել Թուրքիան իսկ Իրանը ընդհանրապես մոլայական 10-րդ տարի Իրան է այդ հսկա երկիր հետ հսկա մշակույթ հսկա տնտեսություն ունեցող երկիրը իր ասկային շահը մեկում դրած է եւ դեր իսլամ այդ գրոնական բնական վիթխարի պաշարներ ունեցող որ կարող է աշխարհի երկրորդ ամենազարգացած երկիր է դարձնել այո աշխարհի երկրորդ գազի ռեզերվուար ու Իրանը եւ այդ գիտեք մենք այդպեսի դարազաշրջանի մեջ ենք որ մեր գողքը Իրանը գա Կատարը գա այսինքն վաղը եթե նորմալնա ամեն ինչ Ադրբեջանը գա մենք այդ կան Թյուրին գասին որ ուժանույթի մեծ ավանտաժ է Հայաստանի համար։ Ուղղակի աշխարհակական այդ բալանսները դեռ Իրանի շատ կարևոր է գիրը, մեծ խաղացող Իրանը, բայց ինքը չեմ գիտեր դեռ Իրանը մինչև հիմա դեռ հստակություն չկա այդ գորիզային ծրագրի մասին։ Snapback-ը պիտի վերադառնա, պիտի չի վերադառնա, գիտեք այդ բան արդեն ժամկետը վերջացած է։ Հիմա բանակցությունները որոշակի կարծեք թե դեղաշարժ գասկանի մորը Իրանի արտգործ նախարար անցյալ հանդիպեցավ Մագադեի ղեկավար Ռաֆայելո Գրոսոյի հետ։ Կարծեք թե նորեն դեղաշարժ գա Բիդի Իրանին վերջը համոզեն, որ 3.67%-ն ավելի իրավունք ունի հարստացնել ուրանը, իսկ Իրանը մեկնած իր ոչ թե իր ասկային շահերեն, ուղղակի իշխանությունը հեղափոխական կորպուսները, որ Իրանի համար իսկան բադուհաս են, մեկնած իրենց շահերեն, որ իրենք իրենց իշխանությունը բահեն, երկիրը դանուր գուտան, եւ Հայաստանը մեկեն իսկապես կդուժե։ Ինչքան գայունինան, ինչքան գանխադեսելի Իրան, ինչքան հարուստ Իրան զարգացած Իրան անպայման շատ մեծ ծևով կանտրատան Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա, ապահովության վրա եթե այսպես շարունակվի կգարձենք որ մենք երկրորդ բادرազմի վկաներ պիտի դառնանք Իրան-Իսրայել դեպի այդ ուղղությամբ կերտավորով հարցերը մենք այսօր դա աստված որ չհասնի այդ մեկին այո մենք այսօր համարյա ժամանակ չունեցանք Իրան-Իսրայել Պաղեստին-Իսրայել կոնֆլիկտին անդրադառնալու երկու բառով եթե կարելի ինչ վիճակ է այնտեղ Դեսեք իմ Ամերիկայի Միացյալ Նահանգները երեք բանացել պիտի ներկայացնեն մագի մեջ որ խաղաղ ուժեր մտնեն իսլամական հիմնական խոչընդոտը հիմա Իսրայելը խստորեն չի թույլ տար որ թուրքական զորքերը Ղազե մտնեն այո թուրքական զորքերը բացառված են որ Ղազե մտնեն եւ մոտավորապես 30-40 հազարանոց զորք պիտի միջազգային զորքեր եւ Էրդողանը չափազանց շատ է ցանկանում ոչ միայն Գազա մտնել այլև Գազան վերականգնել հա այո որովհետեւ խաղապահներ ունենալ եւ վերականգնել շահ ունի Էրդողանը իր կարտելը մեծ կարտել ունի Էրդողան եւ մեծախորժակ այո մեծախորժակ անսպար ախորժակ շադագեր շարա Էրդողանը Շնորհակալ եմ Սիրելի ունկնդիրներ դուք հենման կետում էիք հիշեցնեմ սա ձեր հենման կետն է Եվ դուք հանուն ձեր հենման կետի կարծում եմ որ կարող եք թե տարածել թե լայքել թե պարզապես միշտ վերադառնալ մեր եւ ձեր հենման կետը բարի աշուն ձեզ